խնդրեմ ներկայանաք, ինչ կազմակերպություն եք ներկայացնում, նաև տեղեկացանք, որ կամավոր եք եկել ընդգրկվել այս աշխատանքներին, քանի թվով, ինչ թվով եք եկել, երբ եք միացել որոնողափրկարարական աշխատանքներին։ Ես Վիկտորիան եմ, Ոմա Ալավերդու գլխավոր ղեկավարն ու հրահանգիչը, մենք այսօր ենք միացել, երեկվա դեպքից լսելով, 5 անձնակազմով, 5 հոգով միացել ենք, փորձում ենք օգնել ու օգտակար լինել տղաներին, ովքեր որ աշխատում են օր ու գիշեր, առավոտվանից միացել ենք ու մինչև օր գիշեր երևի կմնանք ստեղ, օգնելով ինչով որ կկարողանանք։ Ողջ գիշերը եւս փրկարարական աշխատանքները շարունակվում են, գիշերը եւս ընթանում են։ Երեկվա պահով ճիշտ ասած հստակ տեղյակ չեմ, բայց գիշերը ինչքանով որ լսել են դադարեցվել է, քանի որ մութ է ու ինչ որ տեսանելիություն չկա, բայց առավոտ շուտ ժամը 8-ից մենք միացել ենք խմբերին, այնի անձնակազմին ու փորձում ենք օգնել։ Իսկ ընդհանրապես քաղաքացիները, տեղացիները ինչ են ասում, ինչ վարկածներ են առաջ բերում, ինչ կարող էր տեղի ունեցած լինել, ինչ է եղել ընդհանրապես, ինչ են հայտնում։ Ճիշտ ասած, վարկածներին մենք այս վայրդրությամբ հստակ աղբյուրների չենք տիրապետում, ինչքանը որ մենք ենք լսել, թե սոցիալական էջերից, թե ինչ էլ որ ժողովուրդը խոսում է, հիմնականում ինչ որ աղջիկները ինչ որ տեղ երևի թե գնալուց պետք է լինեին ու ոնց հասկացանք ու ոնց լսել ենք նաև մենք, աղջիկներից փոքրն է գետը ընկել, մյուսը փորձել է օգնել ըստ աղբյուրների ու ինքն էլ ընկնել է գետը, իսկ ականատես եղել է ինչ որ մի հատ ռուս անցորդ, ով որ տեսել է, թե ինչպես են աղջիկներից մեկին անգամ ինքը տեսել, երկրորդին գետում չէր տեսել։ Իսկ ընտանիքի անդամների հետ խոսել եք, ծնողների հետ, ինչ են ասում։ Մենք չենք շփվել ընտանիքի անդամների հետ, մենք ընդհանրապես առավոտյան եկել ենք ու այնի տղաների հետ փորձել ենք ուրիշ մեկը փրկարար ծառայողներից որևէ մեկը նման տեղեկատվության ճիշտ ասած չեմ տիրապետում։